աղջիկներ, ճիշտ են ասում, այդ տղամարդկանց պետք է բռի մեջ պահել, կենորը, հոսանք չունես, սառը ջրով լվացք եմ արել, ու ամբողջ գիշեր ձեռքերս ցավում էր, առավոտ շուտ ամուսնուս հանեցի ու ասացի, ես այլևս լվացք չեմ անելու, լավ վիճվեցինք, մի օր չտեսա, երկրորդ օրը չտեսա, երրորդ օրը եկավ, ձեռքին մի շքեղ լվացքի մեքենա, պատկերացնում եք աղջիկերք, մի ամիսա ձեռքով լվացք չեմ անում, խանութում գործ եմ անում, կաղամ եմ կտրտում, մեկ էլ ընենց մոտս կտրեցի, որ էլ չդիմացա, ամուսնուս ասում եմ վերջ, ես էլ խոհանոց մտնողը չեմ, ընենց վիճեցին գնաց, մի օր չտեսա, երկու օր չտեսա, երեք օր չտեսա, չորրորդ օրը եկավ ասեց սիրելիս, սրանց հետո մենք մենակ ռեստորանում ենք ճաշել։ Համարը նույն պատմությունն է, էլի երեխեք ջան։ Մի ամիս առաջ հոգնեցի ամեն ինչից, ամուսինս եկավ ասի, գիտես ինչ կա, սրանից հետո ոչ աման եմ լվալու, ոչ լվացք եմ անելու, ու ընդհանրապես տանը ոչ մի բան չեմ անելու։ Դե վիճվեցինք, մի օր չտեսա, երկու օր չտեսա, երեք օր չտեսա, այս չորրորդ օրը ձախ աչքս կամաց սկսեց տեսնել։